ես իմ կնոջ երեխայի հետ մտնում եմ, որ ոսկի առնեմ, շատ ուրախ կամերան հանում եմ նկարելով, որ գնամ այդ տոճկից առնեմ, շնորհակալություն հայտնեմ, որ վերջապես պատվերես, հելելա դեմս, հելե հեռախոսը հաճատի, լսի քեզ ինչ եմ ասում, ոնց որ քուչի են ամենավատ, այն անդաստիրակ մոտեցումը ոնց կլինի, որ քուչում մի քիչ դուխ են տվել, ես անկեղծ եմ ասում, Հիսուս Քրիստոսը վկա, թե ես մի բան չապազանցնում եմ, այն որ դուխ են տալիս է, մեծեր են լինում, դուխ են տալիս ինչ-որ մեկին, ու ասում են ով մեկը միակ շփոթվի կվրնես կտոպկես տերեք, այդպես մոտեցում էր հաճախորդի հետ, եթե ես կամերաս հանեն նկարում եմ, Ռասիա մոլի տնօրենություն ջան, ես դրա համար կասեի եղբայրս քնել ես 1000 անգամ, որ նկարել է չէ իմանում, բայց մի անգամից գա ու մունատ գա, քիչ էր մնում ինձ ծեծեր, այդպես պահվածք էր, չգիտեմ դուք այդ ինչ առյուծի կաթ եք տալիս, այդ ինչ դուխ եք տալիս, ես ասում եմ 6 տարյա ձեր Ռասիա մոլի հաճախորդն եմ, բանկից եմ օգտվում, ֆուդ կորտից եմ օգտվում, այդպես վերաբերվում, չեմ ուզում ավել բառեր ասեմ, պատկերացեք, այնց վատ է վերաբերվել իմ ընտանիքի հանդեպ ու իմ հանդեպ, որ ես վիդեո եմ անում, որ այս վիդեոն հասնի ձեզ ու այդ մարդուն սովոր ասեք, եթե դու ներվերի խնդիր ունես կամ ինչ-որ ներվս ունես, հաճախորդի հետ պետք չի տես խոսալ։ Եթե մարդը նկարում է, անեցե չի ես ինչ-որ մեկն էի, եկել էի նկարում էի կամ փուրն էի ուզում տայի կամ հանցագործություն էի ուզում կազմակերպեի գային ոսկիները գողանային։ Սուտ կարային ասել Երիկ ջան, աղբերս կամ եղբայր ջան, այստեղ չի կարելի։ Այդպես թե չի կարելի, քեզ լսի ինչ եմ ասում։ Սա ինչ մոտեցում է։ Ու ասեմ, հեսա առել եմ, հեսա այս ոսկիներ, այսօր Կիրակի էր, օրհնյալ օր էր մեր համար, ես հասկացա սատանայի կողմից չար ուզեցն են ցանել մեր տրամադրությունը փչացնի, ուղղակի սա չեմ ասում որպես գործ տվող կամ բողոք անող, հարգելի Ռասիայի մոլի տնօրենություն, ձեզ շատ հարգում ենք,